Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեր տրանսպորտը եկավ հասավ Պրոշյանի մուտք։ Բայց հետևյալումն է խոսքը։ Մենք ոչ թե դժգոհում ենք այս ամեն ինչից, ուղղակի հարգելի լրագրողներ, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր մարմիններին ես կոչս հնչեցնել հետևյալում։ Լուրեր են շրջվում, որ մուլտիտրանս ընկերությունը կանում է խոչընդոտել 25 ամառի երթուղին, որովհետև երևի գիծը ուզում է բողջովին իրենով անել, բայց գիտեք ինչ, Պրոշյան ավանը բազմաթիվ բնակչություն ունի, 7000-ից ավել բնակչություն ունեցող եւ աճող, այսպես ասեմ, գյուղ է, ավանը ինքը չի կարող մենակ իր 277 տրանսպորտով ապահովել։ Ուղղակի այսօր ես եւ ընկեր Պետրոսյանը ներկայ ենք այստեղ նրա համար, մեր հորդորն ենք եւ պահանջն ենք ուղում հղել մուլտիտրանս ընկերության ներկայացուցիչներին, որ հեռու մնացեք նման բոյկոտներից, այլապես ձեր տրանսպորտը թույլ չի տա պրոշյանցին, որ ներս մտնի Պրոշյան։ Աշխատեք, պրոշյանցին դեմ չի, ձեր 277-ից օգտվում է ամբողջ գյուղը։ Գալիս է դրան, հարգելիներս, գալիս է դրան, գիտեք ինչ, մեր Պրոշյան համայնքը կրկնում են, բնակիչները դեմ չեն 277 տրանսպորտի գյուղ մտնելուն, բայց երբ նրանք շարունակեն մեր հորդորներով իրենց վախերը արթնացնեն 25 ամառի երթուղու հետ կախված, համոզված եղեք, գյուղը կրկին ավելի մեծ բուրըն ոտքի կկանգնի եւ կարգելի մուտքը 277 տրանսպորտի։ Դուք ասել եք, որ վախեցնում է բարոյներին, մուլտիտրանսի ներկայացուցիչները վախեցնում են բարոյներին, ինչպես են վախեցնում։ Դա չեմ կարող այս պահին, գիտեք ինչ որ ես տվյալ չունեմ, կոնկրետ ինչ որ, գիտեք ինչ, հարգելիներս, բոլորս է գիտենք, եթե նման լուրերը կա, հենց այնպես լուրերը չեն լինում։ Լուրերը, որ սպառնում են, վարորդներին զանգարում են, հեռախոսներ են փոխանցում, հեռու մնացեք, գիտեք ինչ, ես ուղղակի այժմ հարգելի մուլտիտրանս, կրկին անգամ Պրոշյան համայնքի բնակիչների անունից հորդորում եւ խնդրած կլինենք մենք նաեւ ձեզ։ Աշխատեք, ձեզ ոչ մեկ չի խոչընդոտում։ Եկեք Պրոշյան համայնք, վայելեք հարգանք, այլ ոչ թե ձեր կոպտություններով ցանկանաք ինչ որ առաջ անցնել։ Չի լինի նման բան։ Պրոշյանցին երբեք թույլ չի տա։ Բայց երբ հանդիպեցիք փոխվոստիկանապետին, Փոխվոստիկանապետին, այո, բոլորին տեղյակ պահված է այդ ամենը, փոխվոստիկանապետը մեզ վստահեցրել է եւ ասել է, որ 25 ամառի ավտոբուսը ձեր ցանկացած ժողովրդի պահանջով հասնում է մուտք։ Դուք ուրիշ բողոք ունեք, ասենք ոչ, միայն չխոչընդոտեն մեզ, չխոչընդոտեք 25 ամառի երթուղուն, որպեսզի նորմալ գործի 25 ամառը։ Այո, գալիս է, նորմալ մուտք է գործում, ուղղակի ես ձեզ ասեմ, 25 ամառի երթուղու հետ կախված 25 ամառը, երբ որ բերել էինք երթուղին, կանգնեցրել էինք կամարի տակը, չի մտեք գյուղ, ընդամենը կամարի տակ, ճանապարհի վրա։ Այնտեղ Քասախի բնակիչներից եղել էին նկարահանումներ, նկարը ցանցով տարածել էին եւ բոյկոտ էին ուզում իրականացնել, ասելով, որ Պրոշյանի հարցը լուծվել է, մերն էլ պետք է լուծվի նմանատիպ բողոքներով, բայց այնինչ մեր մուտքը սկսում է հենց կամարի մոտից, Քասախի մուտքը սկսում է ներքևից, բան չունեմ ասելու, հարգելի լրագրողներ։ Ես այսօր նայեք, ինչքան է մեր մուտքի մոտ է հասել, բայց Պրոշյան համայնքի բնակչությունը, ներքևի բնակչությունը մոտ կիլոմետր ու կեսից ավել ճանապարհ ոտքով անցնում է, որ հասնի 25 ամառին։ Դա շատ բարդությունների է առաջ քաշում։ Նույնը քասախցիներին է, որ իրենք այդ
դիքը բարձանալն են իրենց համար խոչընդոտ, բայց մենք երբեք իմ ու քոն չենք արել։ Մի քիչ տգեղ է ստացվում այս ամենը, Քասախի հետ կախված այսօր իրենք նույնպես պետք է բոյկոտ անեին, բայց դա չեղավ։ Ընդ ոնց որ մարզպետի հետ իմ իմանալով մարզպետի հետ հանդիպում է կայացվել, երեկոյան իմ իմացած տվյալներով մուլտիտրանսը հայտարարություն է տարածել, որ գյուղի բնակչությանը անվճար կիչացնի շոշիտակից անվճար կբարձրացնի դեպի Քասախի մեջ։ Դրա համար գյուղացիները մի քիչ ոնց որ ոտները կախեն գցե, բայց պետք է հանդիպեն այսօր մարզպետի էլի ինչ որ պատկան մարմինների հետ, որպիսի գրավոր պատասխան ստանան։ Այդ դեպքում ինչի եք եկել կառավարություն։ Մեր խնդիրը ուղղակի մեր հորդորը, որ այո, մեզ չխոչընդոտեն, թող իրենք էլ աշխատեն, 25 ամառն էլ աշխատի։ Ոչ մի Մենք էլ այո, եթե մեր 25 ամառը այսպես մնա, մենք ոչ մի խնդիր չունենք։ Մենք ես կրկնում եմ, շնորհակալ եմ պարոն Հակոբյանին, մեր փոխոստիկանապետին, որ մեր ժողովրդի խնդրանքը չմերժեց, քանի որ իրոք հարգելի լրագրողներ, քանի որ վերջի կանգար կայանելը համարում էին պաշտպանության նախարարության մուտքի մոտը, անհնար էր այնտեղից ոտքով հասնել Պրոշյանի մեջ, քանի որ ոչ մայթեզր կա, ոչ հնարավորություն կար, ժողովրդին անընդհատ անընդմեջ վտանգներ էր սպառնում, որտեվ արագընթաց տրասա է դա, չէր կարող այդպես լինել։ Այո, գալիս է 25 ամառը գալիս է մուտքի մոտ։ Մենք եթե առանց խոչընդոտների պահպանվի մեր 25 ամառը, Պրոշյան համայնքը ոչ մի բողոք չի ունենա թե կառավարության, թե ինչ որ մեկի հետ։ Միայն մեր հորդորը այն է մուլտիտրանս։ Դու էլ աշխատի, 25 ամառն էլ աշխատի։